Դենսիտոմետրի օգնությամբ կատարելու ենք ոսկրի խտության չափում։ Հետազոտվում է հիմնականում 3 հատված՝ կոնքազդրային հոդը, դաստակը, ողնաշարի գոտկային հատվածը, եւ միայն այս բոլորի եզրակացության հիման վրա որոշվում՝ բուժառուն ունի օստեոպորոզ, թե ոչ։ Խոսքը ոսկրային հյուսվածքի խտության նվազման մասին է, որը դառնում է կոտրվածքների հիմնական պատճառը։ Այժմ արվում է գոտկային հատվածի պատկերի մշակում, նշվում են ողերը, միջողային տարածությունները։ Պացիենտի մոտ օստեոպարոզ չի հայտնաբերվել, բայց ունենք թվերի նվազում տեսքորի, ինչը նշանակում է, որ արդեն ունենք օստեոպենիա եւ պրոֆիլակտիկ ինքը պետք է 2 տարին մեկ հետազոտվի, որպեսզի օստեոպարոզը վաղ հայտնաբերվի։ Դենսիտոմետրիան համարվում է ոչ ինվազիվ անվնաս հետազոտություն, բայց այն կատարվում է միայն հստակ ցուցման դեպքում։ Տղամարդկանց եւ կանանց 50-ից բարձր տարիքում կանանց ու մոտ արդեն կա դաշտանադադար, եթե երկարատև ընդունում են դեղորայքներ, ավելի հստակ այդ կորտիկոստերոիդներն են, հորմոնալ բուժում ստացող հիվանդներն են, վահանաձև գեղձի խնդիր ունեցող պացիենտներն են։ Դենսիտոմետրիան ցուցված է նաև երկարատև ծխողներին շաքարային դիաբետով բուժառուներին։ Այս հետազոտությունը օգնում է ժամանակին հայտնաբերել օստեոպորոզը եւ խուսափել կոտրվածքներից։ Դենսիտոմետրիան շատ կարեւոր է, եթե բուժառուն ունի օնկոխնդիր։ Հետազոտությունը շատ կարեւոր է այն պացիենտներին անցկացնել, ով ստանում են բուժում վիրահատություններից հետո, օնկոլոգիական վիրահատություններից հետո քիմիոթերապիա ստացող պացիենտներին, քանի որ այդ պրեպարատները առաջացնում են հենց ոսկրի խտության նվազում։ Մասնագետը նշում է, օստեոպորոզի վաղ հայտնաբերումը բժշկին հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը եւ կանխել հիվանդության զարգացումը։ Նարեկ Ոսկանյան, Արամ Հարությունյան, Լուրեր։